Ողջույն սիրելի բաժանորդներ, հարգելի հյուրեր, բարի գալուստ իմ ալիք, դուք իմ ալիքում եք, շատ ուրախ եմ դրա համար, մեր կրկին հանդիպման համար, այսօր կանենք unboxing, գնայինք միասին, թե ինչ բաներ եմ գնել վերջերս։ Ինչպես տեսնում եք, սեղանի վրա կա խնամքի պարագաներ, բաժակներ, բյուժետերիա եւ հագուստ ու սպորտային կոշիկներ։ Շատ շուտով այս ամենը միասին կնայենք, մնացեք ինձ հետ, հետաքրքիր է առջևում է, դե գնացինք սիրելիներ։ Ինչից սկսեմ, երևի թե սկսեմ զարդերից։ Առաջի բանը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, այս հիասքանչ ճայն է, շատ գեղեցիկ է, էլեգանտ, լոկանիկ, հայելանման ծածկույթով, հոյակապ ճայ, շատ անզուգական կատարում եւ այն բրենդային է, սա Coventry բրենդն է, ահա այստեղ կա մարկիրովկան գլխի հատվածում, Սարակով։ Կարծում եմ, որ ձեզ նույնպես դուր եկավ այս գեղեցիկ ճկնաղ բրոշը իր հիանալի կատարմամբ։ Հիմա ցույց կտամ մյուս բրոշը, Swarovski, քնքուշ, նրբիկ ծաղիկ, նրբագեղ ծաղիկ, կակաչ, երևի կամ վարդակակաչ, այս թելը խանգարում է, փորձեմ այսպես ցույց տալ, կարմիր ֆոնի վրա ավելի լավ կերևա։ Այստեղ կա նաև կարապի նշանը, ես ձեզ ցույց տվեցի նաև կարապի նշանը նախորդ վլոգի ժամանակ էլ եմ ցույց տվել ես ձեզ այս բրոշը, ովքեր ինձ հետ են երկար ժամանակ, տեսած կլինեն նախորդ վլոգի ժամանակ, ինչպես եմ ստանում ես այս բրոշը։ Այս գեղեցիկ հիասքանչ վզնոցը նույնպես բրենդային է, էլեգանտ, հիանալի կատարմամբ, շղթաների մեջ ամրացված մարգարտե ուլունքները, նաև ուզում եմ ձեզ ցույց տալ մարկիրովկան, Napier-ն շատ սիրված բրենդներից է, շատերի սիրելի բրենդն է Napier-ն, կոլեկցիոներների կողմից շատ սիրված եւ հարկի բրենդ է Napier բրենդը, նրա բոլոր կատարումները անզուգական են, թե բրոշները, թե կլիպսները, թե վզնոցները ու թևնոցները, բայց այս վզնոցը իմ ֆավորիտն է, շատ հրաշալի կատարում, յուրօրինակ, անկրկնելի, եթե մյուս վզնոցներից կարելի է շատ հաճախ հանդիպել, ապա նմանատիպ կատարում երբևէ։ Հիմա ձեզ ցույց կտամ երևի թե այս մյուսները, հետո կանցնեմ փաթեթի ներսում։ Տեսնենք ինչ կա այստեղ, միանգամից շրջվեց Մոնե բրոշը, նույնպես շատ սիրված է Մոնեն, շատերի կողմից, գեղեցիկ կատնագույն էմալապատ կենտրոնական հատվածով, լոկանիկ, էլեգանտ բրոշ, կարող է զարդարել յուրաքանչյուրի վերնահագուստը։ Հետո ուզում եմ ձեզ ցույց տալ այս էլեգանտ մարգարտե էլեմենտով բրոշը, որը լիմիտնի կոլեկցիա է եւ թողարկվել է Իտալիայում հատուկ առիթով, այստեղ կա մարկիրովկան, որ պատրաստված է Իտալիայում, ահա, եւ համարը սերիան այս բրոշի։ Ունիկալ զարդ է սա, սիրելիներ։ Այս հիասքանչ բրոշը կզարդարի իմ կոլեկցիայի հավաքածուն։ Մյուս բրոշը փոքրիկ, գեղեցիկ, քյուտ բրոշ է, նմանատիպ բրոշներին ես յուվելիրկա եմ ասում, բրոշկը յուվելիրկա, որովհետև կարծես ոսկերչական աշխատանք լինի, կարծես թե։ Շատ նրբիկ է ու էլեգանտ։ Ռոմբոնային փականով, ֆունկցիոնալ է փականը, ահա այսպես հետ ենք քաշում եւ բացում։ Ֆունկցիոնալ փական նրբիկ բրոշ։ Ոչ պակաս նրբիկ ականջողեր, էլեգանտ,
նրբագեղ ականջողեր, կլիպսներ։ Այս նրբագեղ բանտը տեսեք, ցավոք սրտի մեկ ցերկոնիկը պակաս է այստեղ, ավելի ճիշտ պակաս չի, տեղում է արկայը, բայց կիսով չափ կոտրվել է տարիների ընթացքում, իրենց հետքն են թողել տարիները և այդ ցերկոնիկը մի փոքր տուժել է։ Շատ էլեգանտ, տերև, մինիմալիստական ոճով պատրաստված, բայց շատ էլեգանտ տեսք կհաղորդի վերնահագուստին և թեթևը հնարավոր է կրել տարբեր գործվածքների հետ։ Հաջորդ բրոշն եմ ձեզ ուզում ցույց տալ, գեղեցիկ կատարմամբ, մարգարտե էլեմենտներ և ցիրկոններ, էմալ է արկա, հարգելիներս, եթե ես ասում եմ մարգարտե էլեմենտներ, դա չի նշանակում, որ այս մարգարիտները բնական են, բայց տվյալ դեպքում չեմ էլ կարող ասել հուլունքներ, որովհետև մարգարտե էլեմենտներ են կոչվում այս էլեմենտները։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է և всё под контролем։ Շարժվենք առաջ, տեսնենք ինչ կա այստեղ։ Ահա այսպիսի իտալական ծագման երկու ականջող, նույնպես կա ցերկոններ, մարգարտե էլեմենտներ, այստեղ ցավոք մի էլեմենտ պակասում է։ Պուսետներ են, կլիպսներ չեն, ինչպես միշտ, ինձ մոտ կլիպսներ են լինում, բայց այս երկու ականջողերը պուսետներ են։ Սա նույնպես նախորդ վլոգում տեսած կլինեք, ինչպես եմ ստացել ես այս բանալիների կախազարդը, բայց քանի որ վերջերս եմ գնել, ես կրկին ցույց եմ տալիս, իմ նորություններից է։ Մի փոքր ծանր է, թեպետ այստեղ տեսեք ինքը անցքերով է դատարկ է փուջեներսը, բայց ծանրություն ունի, եթե սրան էլ գումարվի բանալիներ, բնականաբար կրկնակի անգամ կարող է ծանրանալ։ Լավ կլիներ, որ մի փոքր փոքրիկ լիներ չափսերով։ Մազակալ, սովորական, փայլուն, գեղեցիկ ոսկեգույն էլեմենտներով և հուլունքներով մազակալ։ Եվս մի քանի հուլունքներ, մարգարտե հուլունքներ, ասեմ ձեզ, որ ապակուց չեն, պլաստիկից էլ չեն, բայց ակրիլիկ մարգարիտներ են, մարգարիտները լինում են բնական, արհեստական, իմիտացիոն, ակրիլիկ, ապակուց և կարող եմ թվարկել։ Փականը բոլորի նման է, միանման է, վինտաժային փականներ են, ահա այսպես են բացվում և նույն կերպ էլ կոճկվում։ Ուրեմն մի շարքից մեկը, մյուսը երկու շարքից, հաջորդն էլ 3, այնքան թեթև են, կարծես ձեռքիս մեջ ոչինչ չլինի, այս սրանում է առավելությունը ակրիլիկ մարգարիտների, ապակուց մարգարիտներն էլ են ծանր։ Պլաստիկն ու ակրիլիկը թեթև են, բայց ես պլաստիկից մարգարիտներ չեմ սիրում։ Եթե իմիտացիա, գոնե ապակուց կամ ակրիլիկ տարբերակ։ Պլաստիկինը շատ արհեստական է և կարծես պլաստմասայի ինչ-որ կտորներ, ինչ ասեմ, ես առհասարակ պլաստիկից ոչինչ չեմ սիրում։ Եթե անգամ, այսպես ասեմ, տոպրակներ, կգերադասեմ թղթից տոպրակներ, քան այսպիսի սինթետիկ տոպրակներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է, ինչ գեղեցիկ վզնոց է, ապա նայեք, այնքան լավ է պատրաստված, թեքությունը արված, կարծես գա ծալվի վզնոցը ու շարունակվի, նմանատիպ կերպով այլևս չեմ պատրաստում, նայեք, ինչքան բազմաշերտ է, քանի հատ է, չեմ էլ հաշվել,
բայց չի ոլորվում, որովհետև շատ լավ է պատրաստված, այստեղ այնքան թեթև, այս սրանում է կայանում ակրիլիկ վզնոցների հաճույքը, որ ոչինչ չես զգում վզիդ վրա։ Մի խոսքով, սա էլ այսպես, այս մյուս գեղեցկությունը դնենք այստեղ, մարգարտատոպիա է մեր մոտ, տեսեք ինչ գեղեցիկ է։ Ամեն բան հիասքանչ է, առհասարակ կյանքը հիասքանչ է, պետք է գնահատել յուրաքանչյուր րոպեն եւ նորովի լցնել ու ստանալ ու շարժվել առաջ, ոչ մի րոպե կանգ չառնելով։ Եթե կանգ ենք առնում, ուրեմն հետ ենք գնում, որտեվ կյանքը առաջ է շարժվում։ Ով կարող է ասել, ինչ կա այս գեղեցիկ տուփում։ Ինչ կարող է լինել այս գեղեցիկ տուփում։ Իհարկե բաժակներ, գեղեցիկ բաժակներ, հիմա հանենք նայենք միասին զարդանախշերը։ Ճիշտ նույն նախշերն են, ինչը որ պատկերված է տուփի վրա։ Կարծես կտավ լինի, բայց ասեմ, որ սա ձեռքի աշխատանք չի, ուղղակի տպած է վրան այս նկարները, ձեռքի աշխատանքը անմիջապես տարբերվում է, երբ որ ձեռքով են նկարում բաժակի կամ ափսեի վրա։ Ճիշտ այս նույն նկարն է պատկերված բաժակի վրա, բայց հավես բաժակը, հավես կլինի սրանով թեյ խմել։ Երկու հատ են բաժակները, երկուսն էլ նույն պրինտով, բնականաբար էլ չեմ հանի, երկրորդը դրա անհրաժեշտությունը չկա։ Հիմա ցույց տամ մի քանի խնամքի միջոցներ, երեսը մաքրող միջոց, գելի տեսքով, կոկոսի կաթով հիդրատացնող դիմակ մազերի համար, մեղմորեն մշակում, խնամում և փափկացնում է մազերը, խորհուրդ կտամ միանշանակ։ Շամպունից հետո մազերի լվացման համար հիդրատացնող կոնդիցիոներ, նույնպես կոկոսի կաթով, խորհուրդ կտամ, շատ լավ է, օգնում ներկած մազերի ծայրերը փափկացնում է բավականաչափ կոշտացած հատվածը։ Չոր շամպուն չոր մազերի համար, բայց իսկ ֆիրման միշտ օգտվում ենք այս ֆիրմայից, սա ամենապրոֆեսիոնալ չոր շամպունն է չոր մազերի համար։ Շատերդ գիտեք, էլ չասեմ, ինչպես եք լաքի նման փչում մազերի արմատներին ու տրորում թարմ տեսք հաղորդելու և վոլյում։ Պարտադիր չի նպատակը որպես մաքրող միջոց օգտագործել, սա նաև շատ լավ վոլյում է հաղորդում մազերի արմատներին։ Եվ մի գաղտնիք էլ ասեմ, եթե այն մարդիկ ունեն վոլյումի խնդիր, կարող են ցանկացած փոշի, մանկական փոշի, պրիսիպկաներ կամ այլ տիպի տալկեր օգտագործել, արմատներին քսելով, տրորել, մերսել մի քանի րոպե և մազերը ձեռք կբերեն վոլյում։ Եվ ցույց տամ այս ամենասովորական լոգանքի գելը, որը նույնպես հիպոալերգեն է, այսինքն չի առաջացնում քոր կամ մաշկի գրգռում, ապահով միջոց է, սա նույնպես կարող եմ խորհուրդ տալ, ինչու, որովհետև օգտագործել եմ, ծանոթ եմ, ոչ մի բան այստեղ գովազդ չի կարող լինել, ուղղակի իմ փորձն է, ձեզ հետ կիսվում եմ հարգելիներս։ Ինչ ենք գնել Զոլանդոյից, Զոլանդոյից գնել ենք սպորտային կոշիկներ, հիմա տեսնենք ինչ մոդել է, Nike, որ մոդելն է և ինչ գույնային գամայով։ Ահա այսպիսի գեղեցիկ սպորտային կոշիկներ, հաճելի նուրբ գունային գամայով, դիմացից ահա այսպիսի տեսք ունեն, կողքից էլ ահա այսպես։ Շատ եմ սիրում այս մենթոլի գույնը, ավելի միատային խփող կանաչ է սա։ Այսպես։ Հիմա նայենք, հիմա երևի թե կնայենք ինչ հագուստներ ենք պատվիրել այս անգամ։ Ահա այս կայքն է, սիրելիներ,
Այս կայքից ենք պատվիրել։ Հիմա տեսնենք ինչ կա ներսում։ Տուփը տանեմ ես, որպեսզի տեղ բացվի։ Դե բնականաբար տեսնում եք, որ արդեն ջինս է, ջինսից կիսաշրջազգեստ։ Ինչ գեղեցիկ գույնն է այս ջինսը, սիրում եմ այս գույնը։ Գիտեք ինչ կանեմ, երևի կախեմ, որ երևա։ Սա հետևի հատվածն է, հիմա ցույց տամ այսա։ Ուղիղ երկար կիսաշրջազգեստ է եւ ահա այստեղ կողքը ունի բացվածք։ Բայց ես քիչ հետո կկախեմ, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Մյուսն էլ է կիսաշրջազգեստ, մինի կիսաշրջազգեստ։ Թվիդային կտորից պոտ շանել։ Եթե տեսնում ենք այսպիսի թվիդային կտորներ, առաջի ասոցիացիան, որ լինում է, դա շանելի մոդելներն են եւ չի զիջում որակապես գեղեցկությամբ, ոչ մի առումով չի զիջում եւ լավ բրենդ է, լավ մարկա է սա նույնպես։ Վերջինը բլուզ է, սիրելիներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Այս մյուս հատվածում բացակայում է ուսի առկայությունը, միանգամից թևն է, այսպես թեք է ստացվում մոդելը, եւ այս կիսաշրջազգեստի հետ շատ գեղեցիկ են երկուսը միասին։ Հիմա փորձեմ կախել եւ ավելի ձեզ տեսանելի կլինի այս ամենը։ Ահա մոդելը, սիրելիներ։ Գույնն էլ է գեղեցիկ եւ մոդելը նույնպես հետաքրքիր մոդել է։ Միապաղաղ տոփ չի, որ ստանդարտ ինչպես միշտ սովորական լինում է, դե բոլորի զգեստապահարաններում կամ նմանատիպ տոփեր, երբեմն ահա այսպես տարբերիչը հետաքրքիր է նայվում եւ հավես է կրելը։ Կիսաշրջազգեստը նույնպես ավելի գեղեցիկ կնայվի բնականաբար մարմնի վրա, բայց քանի որ աղջնակս չի ուզում նկարվել իմ տեսանյութերում, ես կփորձեմ այսպես ցույց տալ։ Դիմացից են բացվածքները, հետևը ուղիղ է։ Ահա եւ մյուս մոդելը կիսաշրջազգեստի, երկար, լոկանիկ, շատ երկար եւ բացվածքով։ Սև մուգ զուրիկագուլպաներով շատ գեղեցիկ է նայվում այս կիսաշրջազգեստը։ Նույնպես շատ տարբերիչ է, կարծում եմ, մեր ունեցած մյուս կիսաշրջազգեստներից։ Եթե գնում ես ինչ-որ նոր բան, պետք է լինի տարբերիչ, բնականաբար зачем тебе второй, третий, четвертый, եթե դու ունես արդեն այդ նույնից, դրա համար պետք է տարբերիչ լինի մեկը մյուսից, որպեսզի գնումը արդարացված լինի։ Դե իմ սիրելիներ, այսօր այսքանը, մնացեք ինձ հետ, կհանդիպենք շատ շուտով, à bientôt, à très vite, ցտեսություն, au revoir։